Քեզանից հետո հեռուստասերիալը շարունակում է իր հաղթարշավը, այն համարվում է այս պահին հայկական սերիալ արտադրության մեջ ամենառեյթինգային նախագծերից մեկը։ Յուրաքանչյուր օր բազմահազարանոց հեռուստադիտողներ գրում են մեկնաբանություններ դրական իմաստով։ Հեռուստասերիալում իր մասնակցությունն է բերել նաև սիրված ու տաղանդավոր դերասան Արմեն Մարգարյանն, ով մարմնավորում է գլխավոր հերոսուհու Էվայի հոր կերպարը։ Դերասանը վերջին տարիներին է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այն հարցին, թե ինչու Բրավո AM-ին տվել է նման պատասխան. «Դժվար հարց է, շատ եմ ինքս ինձ կեղեքել, ուղղակի ժամանակն այդպես թելադրեց։ Կարող էի գալ ինձ համար ավելի շահեկան ժամանակահատվածում, բայց հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումն արվեստին միշտ գերիշխել են քմահաճույքներիս։ Մութ ու ցուրտ տարիներին ընտանիքս Մոսկվայում էր բնակվում, և ես կարող էի այնտեղ իմ տաքուկ կյանքը վայելել, հնարավորություն կար անգամ Ջիգար Խանյանի թատրոնում խաղալ, սակայն Սունդուկյան թատրոնն իմ երազանքների գագաթնակետն էր, իսկ Խորենը Աբրահամյանը դերասանի վարպետության խորհրդանիշը։ Որտեղ էլ զբաղված եմ եղել՝ կինո, հեռուստատեսություն, արել եմ առավելագույնը, փորձել եմ իմ մասով փոխել շուրջս տիրող անճաշակությունն ու դիլետանտիզմը։ Արվեստագետը հույզերի վրա կառուցված հոգի ունի, նրան և իր երկրին ուղղված անարդար ու ստի վրա կառուցված արժեքները մի օր կփշրեն այդ փխրուն հոգին։ Իհարկե, սա որոշակի ազդեցություն ունեցել է իմ որոշման վրա, բայց գլխավոր պատճառը զավակներս են։ Մենք մեր կապը երբեք չենք կտրում ու կտրելու մեր հայրենիքից, հատկապես ես, իսկ տղաներս կրթություն ստանալուց հետո էլ իրենց գիտելիքները ծառայեցնելու են մեր հայրենիքին։ Ծնվել, մեծացել ու ապրել ես Չարբախում, ընտանիքում ոչ ոք արվեստի ճյուղը չի ընտրել, ծնողներիդ չզարմացրե՞ց որոշումդ։ Բացարձակ, հայրս շատ ոգևորված էր, որ այդ միջավայրն եմ ընտրել, գուցե զարմանալի թվա, բայց ես 10 տարեկանից կինոյի ու թատրոնի աշխարհում եմ, 30 տարի է պրոֆեսիոնալ թատրոնում եմ, նկարահանվում եմ արդեն 40 տարի։ Ասում են, դերասանի հետ ապրել մի հարկի տակ բավական դժվար է, առավել ևս, եթե նա կանանց ուշադրության կենտրոնում է։ Քեզ միշտ ասել են հավերժ երիտասարդ Արմենը, այդ տիտղոսը պահելը դժվար չէ՞։ Ինձ հաճախ էին այդպես դիմում։ Երկար տարիներ պատվի համարում Սուրենի դերն էին խաղում, որը 21 տարեկան տղա է։ Մոտ 15 տարի խաղացի, մազերս արդեն թափվել էին, բայց Վահե Սուրենիչն ասում էր՝ ես պետք է խաղամ։ Երևի գաղտնիքը նաև նրանում է, որ կարողանում ես մարդկանց համոզել ու մնում ես երիտասարդ։ Բացի դա էլ կինս ինձ լավ է պահում, թատրոնն իմ տուն է եղել, շատ ժամանակ մոռացել եմ կենցաղը, մեկ-մեկ ասում էի, եթե ես փախնեմ աշխարհից, ինձ գտեք թատրոնում։ Ինչ վերաբերում է երկրպագուներին, կինս միշտ ըմբռնումով է մոտեցել ու եթե նա տրվեր այդ ինտրիգներին, ապա մենք կբաժանվեինք։ Արմեն, Երևանում ճանաչված արտիստ ես, իսկ այստեղ ճանաչում են քեզ։ Գլենդելում, երբ դուրս եմ գալիս զբոսնելու, լավ իմաստով դարձյալ հանգիստ չունեմ։ Միշտ գլխարկ ես դնում, որ քեզ ճանաչեն, թե չճանաչեն։ Զարմանալի է, քո հարցերում այնքան հետաքրքիր նրբություններ կան, նույնիսկ ամենակորած գյուղում միշտ գլխարկ եմ դրել, էլի ճանաչել են։ Մի օր պատմեցի մեկին, ասաց՝ ինչքան թաքցնում ես դեմքդ, ավելի ես հիշվում։ Երբ այստեղ մտերիմներս ասում են գնանք տուն, ամեն անգամ ինձ հարց եմ տալիս՝ որտեղ է իմ տունը։ Ախր տունը, օջախը լիովին այլ հասկացողություն են։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանի տանը Լոս Անջելեսում է։ Արմենը տևական ժամանակ է ապրում է օվկիանոսից այն կողմ։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի ու ճանաչված մարդկանց հետ զրուցում ենք, առաջին հարցը հենց դա է լինում՝ ինչու գնացիք հայրենիքից։ Արմեն վաստակավորի կոչման արժանացար 2017 թվականին։ Խոսքիցդ դատելով այդ կոչումները քեզ համար կարևոր են, թե առավել կարևոր է հանդիսատեսի սերը։ Հանդիսատեսի համակրանքն ու ծափահարությունները դերասանի գլխավոր մրցանակն են։ Թատրոնը կինո չէ, այլ անմիջական շփում դիտողի հետ։ Զգում ես, թե ամեն մի նախադասությունդ ինչպես է ընկալվում։ Երբեք գլխավոր ռեժիսորի կամ մեկ ուրիշի սենյակում չեմ նստել, որ դեր ու կոչում ստանամ։ Նույն ռեժիսորը կարող էր գիշերվա կեսին զանգել ու ասել՝ «Էդ ինչ արեցիր Արմեն», բայց թատրոնում աչքերիս մեջ չէր նայում, հետս չէր խոսում, որովհետև որոշ դերասաններ կարող էին դժգոհել։ Այ դա միշտ կեղեքել է թատրոնը ու կոտրում է քեզ։ Արմեն, թռիչք կկվի բնի վրայով ներկայացման գլխավոր դերակատարն էիր, քո մասնակցությամբ Գարունա ֆիլմը մեծ էկրաններին էր, երբ եկար Լոս Անջելես։ Այդ շրջանում հատկապես ուշադրության ու դերերի պակաս չունեիր, հանուն ինչի թողեցիր այդ ամենը։
Իմ ամենալավ դերը թողեցի, որին կարոտում եմ ու հիմա երազում եմ խաղում, շատ դժվար է, մեղքի զգացողություն ունեմ իմ հանդիսատեսի առաջ, իմ ընկերների առաջ եմ մեղավոր զգում, նրանց էլ եմ մենակ թողել ինչ-որ առումով, բայց հայրը Արմենը հաղթեց դերասան Արմենին։ Դերերիդ մասին այնքան կարոտով ես խոսում, հոգևոր սով չես զգում այստեղ։ Կա այդպիսի զգացողություն, բայց այստեղ գալս համընկավ Գարունա ֆիլմի լոս անջելեսյան պրեմիերային, Կարմիր գորգ, տրամադրություն, շատերը կարծում էին մասնակցելու եմ ու գնամ, չգիտեին, որ մշտական բնակության եմ եկել։ Ի ուրախություն ինձ այստեղ էլ սկսեցի նկարահանվել սերիալներում, ֆիլմում, ներգրավվեցի մանկական ներկայացումներում և ոչ միայն։